Սա որպես արտաքին գործոն ենք մենք դիտարկում, ներքաղաքականի տեսանկյունից կարևորը այն է, որ օրակարգային բազմաթիվ հարցեր Ադրբեջանում եւս շեղվում են այս դատավարությունների քննարկումների ֆոնին եւ մյուս կողմից Ադրբեջանը դատավարությունների միջոցով գեներացնում է ատելություն, ինչը խիստ կարևոր է ագրեսիվ պլանների հետագա կենսագործման նպատակով եւ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական օրակարգից հայերի նկատմամբ ատելությունը դուրս չի գալիս եւ այս քաղաքականությունը կենսունակ պահելու տեսանկյունից շատ կարևոր է հենց այս դատավարությունները։ Օրինակ մենք մոնիտորինգ ենք իրականացրել դատավարությունները լուսաբանող հրապարակումների մեկնաբանություններ բաժինների եւ տեսնում ենք, որ հստակ գեներացվում է հայերի նկատմամբ ատելություն եւ սրանք առիթ են ատելության խոսքը տարածելու, խորացնելու նպատակով։ Եվ իհարկե կա արտաքին քաղաքականը, Ես գալիս եմ դրան։ Ինչ որ մեկին պետք է վաճառի Բաքուն, չէ՞, Այո, բայց կարծում ենք այդ վաճառքը էապես կապված է հենց խաղաղության փաստաթղթի ստորագրումից, հայկական կողմը բավարարելով ադրբեջանական պահանջները երկկողմ փաստաթղթի ստորագրման պարագայում պետք է որոշակի բավարարում ստանա ադրբեջանական կողմից այս պահին որևէ դրույթ չկա, որը կարող է սպասարկել Հայաստանի շահերին, օրինակ երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը եւ այլն, եւ կարծում եմ հայ պատանների ազատ արձակման խնդիրը ձևակերպվելու է որպես հանուն հայերի իրականացված զիջում Ադրբեջանի իշխանությունների կողմից